Մերձավոր արևելքի կրակները ծածկել կամ առնվազն երկրորդ պլան են տարել ռադիացիոն ճառագայթման գերխնդիրը, որ հիմա դամոկլյան սրի պես կախված է տարածաշրջանի գլխին, փորձագետների տպավորությունն է։ Հարևան Իրանի 3 հիմնական միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյի վառելիքի հարստացման գործարանի, Նաթանզի միջուկային կենտրոնի և Սպահանի տեխնոլոգիական համալիրի թիրախավորումը Միացյալ Նահանգների ավիատեխնիկայի կողմից Հայաստանի բնական ռադիոակտիվ դաշտ փոփոխություններ չի բերել։ Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոնից են փոխանցում։ Միջուկային օբյեկտների առաջին իսկ թիրախավորումից հետո են մասնագետները եղել Սյունիքում, մասնավորապես Մեղրիում, Ագարակում, Քաջարանում ու դոզիմետրիկ չափումներ արել։ Են կենտրոններին, որ իրականացրել է Միացյալ Նահանգները, Իրանի ուրանի հարստացման կենտրոններին, դրանք որպես այդպիսին իհարկե որոշակի ներսում հատկապես այդ կենտրոնային ռադիացիոն ֆոնի խախտում տեղի կունենա։ Բայց դա ասենք պայթյունի այդտեղ վտանգ չկա, էլի, իսկ եթե չկա պայթյունի վտանգ, ապա դրա տարածման վտանգ չկա, որ հարստացած ուրանը կարող է ինչ-որ վնաս հասցնի շրջապատին։ Ռադիոակտիվ ֆոնը բարձրանում է, երբ որ աշխատած միջուկային վառելիքի հետ ինչ-որ բան տեղի ունենում։ Ուրանը ինքնին ռադիոակտիվ է, բայց ուրանի կիսատրվման պարբերությունը կյանքի տևողությունը շատ երկար է ու ինքը այդքան վտանգ չի ներկայացնում։ Վտանգ է ներկայացնում աշխատած միջուկային վառելիքը, որի մեջ շատ ռադիոակտիվ էլեմենտներ կան եւ ֆոնը շատ բարձր է։ ՄԱԳԱՏԷ-ն ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն էլ չունի տեղեկություններ, թե Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակը բարձրացել է, բայց կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել տարածաշրջանում գործող ատոմային օբյեկտների խոցելիությունը աչքի տակ ունենալով։ Մասնագետի պնդմամբ այս հարցում մեր երկիրն էլ կարող է մտահոգվելու պատճառ ունենալ։ Մենք ունենք աշխատող Բուշերի այդ ատոմակայանը։ Ատոմակայանը գտնվում է հարավային մասում, Պարսից ծոցի մոտ։ Ինքը եթե հանկարծ իրեն հարված եղավ, ինքը կառաջացնի ռադիոակտիվ ֆոնի բարձրացում եւ կախված նրանից թե քամին դեպի ուր կփչի, կարող է գալ դեպի Հայաստան։ Կախված թե ինչպիսի հզորությամբ հարված կլինի, ինչ աղետ վթար կլինի, այդ ամենը պետք է հաշվարկվի։ Հաշվարկների մասին արտակարգ իրավիճակների նախկին պաշտոնյան է գրում, եթե ինքը համակարգեր ճգնաժամային հաղորդակցության ու հանրային իրազեկման համակարգը, ապա միանգամից 5 քայլ կաներ։ Առաջնահերթ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման սեղաններին կդներ ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը ու մի շարք այլ օրենքներ, որոնք նախատեսում են ձևավորել ճառագայթային, քիմիական ու կենսաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգ։ Կառավարության անունից կդիմեի ՄԱԳԱՏԵ, Եվրամիություն, ՆԱՏՕ, ՀԱՊԿ, տարբեր երկրների, հայտնելով մտահոգությունս նույնիսկ խոր եւ կոնկրետ ցուցակով օգնության խնդրանքով, առաջին հերթին կալիումի յոդիդ։ Իսկ գործադիրն առայժմ միայն մշտադիտարկում է։ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեից են վստահեցնում, իրավիճակից ոչ մի պահ աչք չեն կտրում, չեն կտրի։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։